Արսենն եմ Աղաջանյան, Գանձաքարից, Ղջանանց Գեղամի տղեն եմ, 12-րդ դասարան եմ սովորում, զբաղվում եմ եռաչափ տպագրությամբ, մոդելավորմամբ, սկանավորմամբ, տպիչների սպասարկող եմ։ Գյուղում ծնված շատ երեխաներ հաճախ մտածում են հեռանալու մասին, բայց կան նաև նրանք, ովքեր որոշում են մնալ ու փոխել միջավայրը, իրենց ձեռքերով։ Արսեն Աղաջանյանը 17 տարեկան է, ապրում է Տավուշի մարզում, Գանձաքարում և վաղ տարիքից սկսել է զբաղվել ռոբոտաշինությամբ ու եռաչափ մոդելավորմամբ։ Մեկնակետը գյուղի ռոբոտաշինության խմբակն էր, հետո ինքնուրույն որոնումներ, ինքնակրթություն ու անընդհատ սովորելու ձգտում, փորձեր ու նոր բացահայտումներ։ Հենց այսպես քայլ առ քայլ նրա հետաքրքրությունը վերածվել է գործի։ Իրականում այդ հետաքրքրությունը չի առաջացել զուտ, ես շատ փոքր տարիքից մոտավոր 11-12 տարեկանից գյուղի ռոբոտաշինության խմբակ եմ այցելել ու հետո մեր խմբավարը երբ որ տեղափոխվեց արդեն Իջևանել էր պարապում, ինքը մեզ ասեց, որ սենց տեղ է բացվել, արդեն ինքնս ինքյան իր հետևից գնացինք, սկսեցինք սովորել։ Առաջ սովորած բանը եղել է, ինչը հասարակ երևի սաղի մոտ տենց էլի, սկրաչը, աղվեսը։ Այն վաղտ աղվես էր կոչվում, հետո որ մի քիչ արդեն զարգացավ ամեն ինչ, ստեղծվեց սկրաչը, կրյա, տենց այդ կրյայի մարզային փուլերին եմ մասնակցել, այդ մրցումներին, բայց ցավոք մարզայինից հետո չեմ անցել էլի, հանրապետական անցել եմ մենակ ռոբոտիկսի ժամանակ։ Ամենադժվարը հենց այդ ռոբոտի մասն էր, երբ որ խմբավար չկար, ինքդ քեզանով հույսդ մնացել է Google-ի ֆորումների վրա ու չգիտես ճիշտ է թե չէ, ու քո մասերն էլ սահմանափակ է, չես կարող ինչ-որ էքսպերիմենտներ անես, տենաս կվառի, չի վառի, կաշխատի, չի աշխատի, ամենադժվարը էդ էր։ Շատերը դեռ չգիտեն ինչ է 3D տպագրությունը, ոմանք էլ կարծում են, թե տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ նաև մարզում։ Արսենն էլ հենց հակառակն է ուզում ցույց տալ։ Այստեղ մարդիկ մեծամասնությունը չգիտեն, որ նույնիսկ տենց բան գոյություն ունի, հասարակ մարդը գալիս է այստեղ ու զարմանում դրանից։ Այդ մի քիչ լավ չի, բայց լավ այն առումով, որ ստեղ ինչ-որ կոնկուրենտներ չկան, կարամ ես այս գործը զարգացնեմ։ Դե այն խնդիրն է, որ ավելի շատ մտածելակերպ է փոխում այն առումով, որ ստեղ շատերը մտածում են, եթե ստեղ չկա, ուրեմն այդ ամեն ինչը Երևան է, այդ ամեն ինչը Երևան չէ, այդ ամեն ինչը ստեղ էլ կա։ Հետաքրքիր աշխատանք այս ամանորյա Իջևանի զարդարանքներ, երբ որ դու գնում ես, ասենք, երեկոյան զբոսնելու, տենում ես սաղ երջանիկ նկարվում են, ու հենց ոնց որ ուզում ես կանգնես գոռաս, ասես, ես եմ սարքել, նայեք, ու իրանք դաժե չգիտեն, տա։ Մի հատ դեպք ա եղել, ես այդ խաղալիքների մոտ կանգնած էի, սենց նայում էի, մի հատ տղա կար մոտս, էլի վրեզ նայեց մի քիչ տարօրինակ հայացքով, ասեց, ես եմ սարքել, ու ինքը տենց երևի մտածեց, ես գիժ եմ, թեքվեց, շրջվեց, գնաց տենց, չհավատաց երևի։ Հիմնականում այդ դեկորացիաներն է, կամրջների վրի դեկորացիան ու այդ մեծ տոնածառների խաղալիքները, որոնք չէին կարա քանդակվեն, համ ժամանակի առումով, համ ֆինանսների առումով շատ էր թանկ նստում այդ ամեն ինչ իրանց վրա ու մեծ տոնածառների գագաթները, այսինքն ամանորյա տոնածառների գագաթներն էր, որ տպագրվել այդ ամեն ինչը։ Այդ պահը հələ չի եղել, ես իմ գործից չեմ բավարարվել երբեք, միշտ ձգտել եմ դեպի անհասանելին, որ միշտ այդ մոտիվացիան լինի, չեմ մտածել երբեք այդ առումով, միշտ ձգտել եմ ավելի։ Հիմա 17 տարեկան եմ, այդ առաջին հաջողության զգացումը եղել է 15 տարեկանում, երբ որ առանց խմբավար ես հասա այդ ռոբոտիկսի հանրապետական փուլին, ես զգացի, որ մի բան արժի արած, արժի ձգտած, որովհետև այդ ձգտումը միշտ արժևորվում է, էլի, մարդիկ գնահատում են ու դու էլ ես սկսում գնահատելը, որ իրոք արժեր արած կապ չունի, վերջում հաջողություն ես ունեցել, թե չէ։ Դե ես շահույթը չեմ հետապնդում, բայց բնական է, որ շահույթ կա որոշակի չափով, ես չեմ մտածել, օրինակ ես գործ անեմ, որպեսզի շահույթ ունենամ, ես մտածել եմ, որ այս գործը անեմ, որ ինձ հավես լինի, ես ուրախ եմ, որ սրանով եմ զբաղվում։
գումարը դա արդեն մի քիչ երկրորդական է։ Հնարավորություններն սկսվում են այնտեղ, որտեղ դու ես։ Համայնքում Արսենը միակն է այս ոլորտում, բայց նա պլանավորում է կիսել գիտելիքները, ունենալ աշակերտներ, ովքեր էլ կլրացնեն ու կշարունակեն նրա ճանապարհը։ Ցավոք սրտի ներկա պահին մարզում ես միակն եմ, ես գործով զբաղվող գլուխանող, բայց երբ որ ես իմ գործը ավելի շատ ապարոտ ունենա, ես պլանավորում եմ ունենամ աշակերտներ, որպեսզի ինձ հաջորդեն։ Այս պատմության մեջ կարևորն արդյունքը չէ միայն։ Կարևորն այն մոտիվն ու գործադրած ջանքերն են, որոնցով երիտասարդը գործի է անցնում, փորձելով, սխալվելով ու նորից փորձելով, ոտքի կանգնելով, հաջողելով։ Եվ հենց այդ ընթացքն է, որ այսօր աշխուժացնում է համայնքի երիտասարդական առօրյան։